Ամերիկայում հզոր փոթորիկը խլել է 37 մարդու կյանք, փոթորիկը ուղեկցվել է տորնադոներով, անտառային հրդեհներով եւ ավազամրիկներով։ Նշեմ նաեւ, որ այս պահին մարդիկ հաշվում են իրենց վնասի չափը, ինչպես նաեւ ավերվել են բազմաթիվ շենքեր ու շինություններ։ 3 օր մոլեգնած փոթորիկին մասնագետները տվել են բարձր ռիսկային դասակարգումը։ Այս ընթացքում շուրջ 40 տորնադո է գրանցվել։ Մասնագետները հայտնում են, որ տորնադոյի նախազգուշացումները շարունակվում են ուժի մեջ մնալ Կարոլինայի, Ջորջիայի արևելյան հատվածի եւ Ֆլորիդայի հյուսիսային շրջանների համար։ Հիմնական վտանգը ուժեղ քամիներն են, սակայն նոր տորնադոների հավանականությունը դեռևս պահպանվում է։ Սիրելի հետևորդներ, խորհուրդ եմ տալիս անպայման դիտել մեր անցած թողարկումը, որտեղ ավելի մանրամասն ներկայացնում ենք, թե ինչ է տորնադոն, ինչպես է առաջանում ու ինչպես պաշտպանվել դրանից։ Իսկ այժմ եկեք տեսնենք, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփի վարչակազմը արտաքսում է հարյուրավոր ներգաղթյալների, նույնիսկ եւ դատավորը կարգադրում է դադարեցնել գործընթացը։ ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիների մուտքը։ ԱՄՆ-ի հարավային սահմանին պատի երկարացման համար պետական բյուջեից շուրջ 70 միլիոն դոլար է հատկացվել։ Լոս Անջելեսի բնակիչը 50 միլիոն դոլարի փոխհատուցում է ստացել Starbucks-ից տաքթեից ստացված ծանր վնասվածքների դիմաց։ Times Square-ում 3 առավոտյան մարդ է հրկիզվել, բնակիչների շրջանում Նյու Յորքի անվտանգությունը մտահոգություն է հարուցում։ Եվ կպարզաբանենք, թե ինչու է Թրամփը որոշում կայացրել հարվածներ հասցնել Եմենին եւ սպառնացել Իրանին։ Այս եւ մյուս կարևոր թեմաների մասին ավելի մանրամասն կիմանաք դիտելով մեր թողարկումը մինչեւ վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Թրամփի վարչակազմը սկսել է հարյուրավոր ներգաղթյալների արտաքսել երկրից, նույնիսկ այն դեպքում, երբ դատավորները հայտարարել ու հրամայել են դադարեցնել գործընթացը։ Թրամփի վարչակազմը այս ամենին չի ենթարկվում ու հարյուրավոր մարդկանց արդեն ուղարկել է Էլ Սալվադոր։ Այն պահին, երբ դատարանը կայացրել է որոշումը, արտաքսման չվերթներն արդեն գտնվել են օդում։ Թրամփի դաշնակիցներն ուրախությամբ են արձագանքել իրադարձությունների ընթացքին։ Ուպսի, շատ ուշ է գրել է Սալվադորի նախագահը իր X-ի միկրոբլոգում, կիսվելով դատավորի որոշման մասին։ Նշեմ, որ Սալվադորի նախագահը համաձայնել էր իր երկրի բանտերում 1 տարով տեղավորել մոտ 300 ներգաղթյալի 6 միլիոն դոլարի դիմաց։ ԱՄՆ-ն պատրաստվում է արգելել Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիների մուտքը իր երկիր, այս մասին հայտնում է New York Times-ը, վկայակոչելով իրեն մոտ կանգնած աղբյուրներին։ Նշեմ նաեւ, որ թերթի փոխանցմամբ այս երկու երկրները գտնվում են նարնջագույն կատեգորիայում, այսինքն այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի քաղաքացիների համար գրեթե անհնար կլինի ԱՄՆ վիզա ստանալը։ Նույն ցանկում ներառվել է նաև Թուրքմենստանը, Պակիստանը, Հարավային Սուդանը եւ այլ երկրներ։ Հայաստանը այս ցուցակում չկա։ ԱՄՆ մուտքը ռուսների եւ բելարուսների համար հնարավոր կլինի միայն խոշոր բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, սակայն նրանք ստիպված կլինեն անցնել խիստ անհատական հարցազրույցներ։ Տուրիստական եւ ներգաղթի վիզաների տրամադրումը գրեթե անհնար կլինի։ Որոշ իրավաբաններ նշում են, որ այս որոշումը մեծ հավանականությամբ կլինի Թրամփի 2017 թվականի մուսուլմանական արգելքի նման մի փաստաթուղթ, որը զգալիորեն սահմանափակել էր մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը նահանգներ։ Իսկ այժմ այն մասին, որ Ամերիկան վերաբացել է CBP-1 հավելվածը, որը նախկին գործառույթը չի կատարի։ Եթե նախկինում հավելվածը ԱՄՆ մուտքի հերթագրման համար էր, այժմ ներգաղթյալների ինքնակամ արտաքսման համար է։ ԱՄՆ իշխանությունները վերագործարկել են CBP-1 հավելվածը, որը նախկինում օգտագործվում էր ապաստարան հայցողների մուտքը վերահսկելու համար։ Հավելվածի նոր տարբերակը ստացել է CBP Home անվանումը եւ նախատեսված է թե օրինական եւ թե անօրինական ներգաղթյալների համար, ովքեր ցանկանում են ինքնական վերադառնալ իրենց երկիր։ Նրանք, ովքեր կընտրեն ինքնական արտաքսումը, իշխանությունները խոստանում են չկիրառել 10 տարվա մուտքի արգելք, որը սովորաբար սահմանվում է պարտադիր արտաքսման դեպքում։ Նորացված հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս ճանապարհորդներին գրանցել փաստաթղթերը եւ ստուգել սպասման ժամանակը սահմանային անցակետերում։
ԱՄՆ սահմանային և մաքսային պաշտպանության ծառայությունը պայմանագիր է ստորագրել մի շինարարական ընկերության հետ, որով նախատեսվում է $70 միլիոն ներդրում ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի ընդլայնման համար։ Սա նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում առաջին նման մեծ նախագիծն է։ Ընկերությանը հանձնարարվել է կառուցել շուրջ 7 մղոն նոր պատ Տեխասի Իդալգո շրջանում, փակելով այն հատվածները, որոնք Թրամփի առաջին նախագահության ժամանակ մնացել էին անավարտ։ Նախկին նախագահ Բայդենի իշխանության գալուց հետո սառեցվել էր սահմանային պատի ֆինանսավորումը։ Սահմանային պատի ավարտումը այս հատվածներում կօգնի անվտանգության նախարարությանը կանխել և արգելափակել անօրինական սահմանահատումները, ինչպես նաև թմրանյութի և մարդկանց մաքսանենգության գործունեությունը, որով զբաղվում են կարտելները, հայտնել են սահմանապահ ծառայությունից։ Գործակալության տվյալներով Ռիո Գրանդեի հովտի այս հատվածը համարվում է անօրինական ներթափանցման հիմնական կետերից մեկը, որտեղ հաճախ արձանագրվում է մեծ թվով մարդկանց և թմրանյութի մաքսանենգ անցում դեպի նահանգներ։ Իսկ այժմ վերադառնանք Նյու Յորքի անցած շաբաթ տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ Պետդեպարտամենտի ղեկավարը կիրակի օրը հայտարարել է, որ Մահմուդ Խալիլը, ում ներկայումս կալանավորել է Դաշնային ներգաղթի մարմինը, շուտով կարտաքսվի։ 30-ամյա ուսանողը, որը ծնվել է Սիրիայում պաղեստինցի ծնողների ընտանիքում, 2024 թվականին հանդես է գալիս որպես բանակցող Կոլումբիայի համալսարանի ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ։ Նա ICE կողմից ձերբակալվել է մարտի 8-ին և նախ տեղափոխվել Նյու Ջերսի, ապա դաշնային կալանավայր։ Պաշտոնյաները գործել են պետդեպարտամենտի հրահանգով, Խալիլի ուսանողական վիզան և կանաչ քարտը չեղարկվել է։ Նրա ձերբակալվելուց հետո Ռուբիոն հայտարարել է, որ Համասի աջակիցների նկատմամբ վարչակազմը սկսում է վիզաների և կանաչ քարտերի չեղարկման գործընթացը։ Իսկ այժմ այն մասին, որ Լոս Անջելեսի դատարանը $50 միլիոն փոխհատուցում է շնորհել մի տղամարդու, որը 2020 թվականին Starbucks-ի ավտոմեքենաների համար նախատեսված պատվերների կետում տաքթեյի բաժակը իր վրա թափելու հետևանքով ստացել է 3-րդ կարգի մարմնական վնասվածք։ Դատարանը պարզել է, որ ընկերությունը չի պահպանել անվտանգության տարրական կանոնները։ Starbucks-ը առաջարկել է 3, այնուհետև $30 միլիոն փոխհատուցում, սակայն Մայքլ Գարսիան համաձայնել է այդ գումարին այն պայմանով, որ ընկերությունը ներողություն կխնդրի, կփոխի իր քաղաքականությունը և ուղերձ կուղարկի բոլոր մասնաճյուղերին տաք խմիչքները 2 անգամ ստուգելու վերաբերյալ։ Starbucks-ը մերժել է պայմանները և դատավորը վերջնական որոշում է կայացրել շնորհել հաճախորդին $50 միլիոն փոխհատուցում։ Starbucks-ը հայտարարության մեջ նշել է. «Մենք համակրում ենք պարոն Գարսիային, բայց համաձայն չենք դատարանի որոշման հետ և կարծում ենք, որ շնորհված փոխհատուցումը չափազանց մեծ է։ Մենք պլանավորում ենք բողոքարկել»։ Իսկ այժմ մեկ այլ միջադեպ Կալիֆոռնիայից սենսացիոն տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է տղամարդը ատրճանակը պահում հոգևորականի գլխին։ Հոգևորականը մնում է անսասան։ 37-ամյա Քևինը, որը Christian Forgiveness եկեղեցու առաջնորդ է, Սանտա Անայում խոսում էր տրանսգենդերության վերաբերյալ իր տեսակետի մասին, շեշտելով, որ Աստված տղամարդուն ստեղծել է որպես տղամարդ, ոչ թե որպես կին։ He didn't make the woman to be a man. He made the woman to be a woman. And this is the truth. What are you going to do? Come attack me now? I should. Hey, man, that's up to you. If you want to pull that on me, well, God bless you. So you just threatened me with a gun. You just pulled a gun on my face. Ֆրանսիացի պատգամավորը ԱՄՆ-ից պահանջում է վերադարձնել ազատության արձանը, մեղադրելով երկիրը իր արժեքներից շեղելու մեջ։ Պատգամավորը շեշտում է, որ երկիրն այլևս չի պաշտպանում այն արժեքները, որոնք խորհրդանշում է հայտնի քանդակը։ Արձանը, որը Ֆրանսիան նվիրել էր ԱՄՆ-ին 1886 թվականին, հանդիսանում է ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ։ 61-ամյա Մաքսիմո Նապա Կաստրոն փրկվել է Խաղաղ օվկիանոսում 95 օր բաց ծովում մնալուց հետո։ Նա գոյատևել է անձրևաջրով, սնվել է բռնած թռչուններով ու ձկներով, պայքարելով իր կյանքի համար դեկտեմբերից ի վեր։ Ամեն ինչ սկսվել էր 2024 թվականի դեկտեմբերին, երբ Կաստրոն մեկնել էր ձկնորսության, սակայն վատ եղանակի ու ուժեղ հոսանքների պատճառով նա շեղվել էր ճանապարհից և կորցրել ուղղությունը։ Կաստրոն 3 ամիս շարունակ ապարդյուն փորձել է գտնել փրկության ուղին, երբ վերջապես նրան նկատել է էկվադորական նավ Պերուի հյուսիսում գտնվող քաղաքի ափերի մոտ։ CNN-ի հաղորդմամբ տղամարդը վերջին 15 օրերը անցկացրել էր առանց սննդի, սակայն ողջ էր, իսկ փրկվելուց ընդամենը մի քանի օր անց արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հրահանգել է դաշնային աշխատակիցներին վերադառնալ գրասենյակ, պնդելով, որ հեռավար աշխատանքը չի կարող արդյունավետ լինել։ Ես հավատում եմ, որ մարդիկ պետք է գնան աշխատանքի, չեմ կարծում, որ կարելի է աշխատել տնից, հայտարարել է նա։ Թրամփը շեշտել է, որ հեռավար աշխատողները հաճախ զբաղվում են այլ գործերով, խաղում թենիս, գոլֆ կամ պարզապես հանգստանում են եւ իրականում չեն աշխատում։ Սիրելի հետևորդներ, օրվա ամենաթարմ իրադարձություններին հետևելու համար անցեք թողարկման տակ տեղադրված հղումով ու հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Իսկ այժմ այն մասին, որ Times Square-ում ուժեղացված սպառեկային ծառայությունը անհանգստություն է պատճառել տեղացիներին, ոստիկանությունից հայտնում են, որ կիրակի գիշերը 45-ամյա տղամարդ է հրկիզվել։ Այս սարսափելի միջադեպից 3 ամիս առաջ էլ մի կին էր հրկիզվել, այս անգամ մետրոյի վագոններում։ Բրուքլինից բնակիչները հայտնում են, որ Times Square-ը վաղ առավոտյան բավականին վախեցնող է դառնում։ Նրանց խոսքով մինչև առավոտյան ժամը 8-ը փողոցներում գրեթե ոստիկաններ չկան, հատկապես փոքր փողոցներում, որտեղ անվտանգությունն առավել խնդրահարույց է։ Ոստիկանները հիմնականում գտնվում են գլխավոր պողոտաներում եւ հիմնականում ուղղություններ են տալիս զբոսաշրջիկներին, մեկնաբանել է հարցվածներից մեկը։ Փողոցային բռնությունը կարծես կդառնա Նյու Յորքի այս տարվա քաղաքապետի ընտրությունների առանցքային թեմաներից մեկը։ Տեխնացուներից մեկը նախկին նահանգապետը արդեն անվանել է քաղաքը անվերահսկելի եւ խոստացել ավելացնել 5000 նոր ոստիկան։ Իսկ հիմա այն մասին, որ նախագահ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հնարավոր է խոսեն այս շաբաթ։ Իհարկե, թեման մեկն է՝ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցումը եւ բանակցությունների սեղանի շուրջ հավաքվելը։ Սա կլինի երկու առաջնորդների միջև երկրորդ հրապարակային զրույցը այն բանից, երբ Թրամփը դարձել է նախագահ։ Նախորդ խոսակցությունը կայացել էր փետրվարին, որի ընթացքում նրանք համաձայնել էին սկսել բարձր մակարդակի բանակցություններ Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Ուրբաթ օրը Ֆլորիդայի Քենեդիի տիեզերակայանից արձակվելուց մոտ 29 ժամ անց SpaceX-ի տիեզերանավը կիրակի օրը հաջողությամբ կցվեց միջազգային տիեզերակայանին։ Ուղիղ հեռարձակման ընթացքում ՆԱՍԱ-ի տիեզերագնաց եւ անձնակազմի հրամանատարը դիմեց երկրի բնակիչներին, կիսվելով առաքելության ոգևորիչ պահերով։ Այս թռիչքի առաքելությունը ոչ միայն հերթական անձնակազմի փոխարինումն էր, այլև երկու տիեզերագնացների վերադարձի կարևոր քայլ։ Երբ Վիլմորը եւ Վիլյամսը առաքելությամբ մեկնել էին տիեզերք, նախատեսված էր, որ նրանք 8 օրից պետք է վերադառնան, սակայն անսպասելի տեխնիկական խնդիրների պատճառով նրանց վերադարձը շարունակաբար հետաձգվում էր։ Արդյունքում նրանց ժամանակը միջազգային տիեզերակայանում երկարեց մոտ 9 ամիս։ Բոլորս արդեն գիտենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Իրանի լիակատար աջակցությունը վայելող Եմենի հութիների վրա։ Այժմ կներկայացնենք, թե ինչ է այս ամենը նշանակում եւ ինչու Թրամփը հենց հիմա նման որոշում կայացրեց։ 2023 թվականին, երբ Գազայում սկսվեց պատերազմը, Համասի եւ Իսրայելի միջև հութի ապստամբները աշխարհի ամենաբևեռված ծովային ուղիներից մեկում Կարմիր ծովում սկսեցին հարձակվել ռազմական ու առևտրային նավերի վրա։ Ապստամբները հայտարարել էին, որ թիրախում են այն նավերը, որոնք կապված են Իսրայելի կամ նրա դաշնակիցների ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ։ Մինչև այս ավելի քան 100 առևտրային նավի է թիրախավորել հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով։ Փաստորեն հարվածների պատճառներից մեկն այն է, որ հութիները մեծ խնդիր են առաջացնում առևտրային ուղիների վրա։ Իսկ մյուսը Թեհրանի վրա ուժ մանեցնելն է։ Գիտենք, որ Իրանը բազմիցս է հայտարարել, որ լիակատար աջակցում է Համասին ու ապստամբ մյուս խմբավորումներին, իսկ Իրանի վրա ճնշում չբանեցնելը նշանակում է Մերձավոր Արևելքում կորցնել իր կարևոր դիրքը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը լիովին պատասխանատու է հութիների գործողությունների համար։ ԱՄՆ պետդեպարտամենտը այս ամսվա սկզբին վերականգնել է հութիների օտարերկրահաբեկչական կազմակերպություն դասակարգումը, ինչը ենթադրում է պատժամիջոցներ եւ իրավական պատասխանատվություն նրանց նկատմամբ, ովքեր տրամադրում են նյութական աջակցություն խմբավորմանը։ Հարձակման պատճառներից մեկն այն է, որ հութիները ուղիղ սպառնալիք են ԱՄՆ-ին, քանի որ նախորդ բախման ժամանակ հութիները հարձակվել էին Ամերիկայի ռազմանավերի վրա եւ բախում էր սկսվել։ Այդ բախումները ԱՄՆ ռազմածովային ուժերի համար դարձել էին երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ մարտական գործողությունները։ Թրամփը հայտարարել է, որ հարվածների նպատակը ամերիկյան առևտրային, օդային եւ ծովային միջոցները պաշտպանելն ու նավիգացիոն ազատությունը վերականգնելն է։
Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այսօրվա համար նախապատրաստել էինք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։